Իրականում ես անչափ երջանիկ եմ, որ քեզ նման մայր ունեմ։ Ես քեզ շատ կկարոտեմ, մայրիկ։ Ես չեմ կարող ապրել առանց քեզ։ Ինչ պատահեց։ Միթի համար ես մտահոգ։ Այո, ուղղակի։ Նրա հետ վաղուց չեմ խոսել։ Չգիտեմ ինչու։ Ես նորից ու նորից այն երազն եմ հիշում, Վիր։ Իչա։ Նրանք հիմա երևի երազների աշխարհում են։ Դա 10 ժամվա ճանապարհ է։ 10 घंटे का सफर है 10 ժամ։ इस वक्त Միթին երևի գլուխը Վիշնուի ուսին է դրել ու քնել է։ सॉरी होगी Իչա։ Գիտես թե ես ինչ եմ զգում։ कि हम दोनों Մենք նորից մեղրամսի պետք է մեկնենք։ Վիր, այս տարիքում Ինչ ես մտածում։ Վիր, ինչ ես անում։ Դուրը բաց է։ Վիր, թող։ Հետո ինչ։ Ես ոչ ոքի չեմ վախենում։ Թող ինձ, Վիր, կարող են ներս մտնել։ Լալա, այո հայրիկ։ Հիմա կգամ։ Ես ուզում եմ այս ծաղիկները շաղ տալ Միթիի անցած ճանապարհին։ Աստված թող նրանց միշտ երջանկություն տա։ Միայն դրա համար եմ աղոթում։ Ես չեմ կարողանում զանգ տալ Միթիին։ Ես էլ Վիշնուին չեմ կարողանում զանգահարել ամո։ Չեմ հասկանում։ Գուցե տեղ հասնելուն պես միջքաղաքային հեռախոսով զանգ տան։ Այո, հնարավոր է։ Տապասյա, այո։ Փորձում էիք Միթիին զանգ տալ։ Խոսեցիք։ Իսկ դու ուզում էիր Մուկտային զանգ տալ։ Խոսիր նրա հետ։ Ինչ ես այդքան մտածում։ Զանգ տուր նրան։ Համարձակությունս չի ներում։ Հայրիկը նրանց տեսնելու էր գնացել։ Բայց նրա ասածից հետո տապու։ Մուկտան երեխա է։ Նա համառ է։ Դու էլ նրա օրինակին մի հետևիր։ Դու խելացի ես։ Զանգ տուր նրան, խոսիր հետը։ Եթե խոսես Մուկտայի հետ, ամեն ինչ կկարգավորվի։ Այո, Տապասյա, ճիշտ է։ Ամո, մայր ու աղջիկ նույն սանրի կտավն են։ Մուկտան մորը շատ է նման։ Նույն համարն է։ Ես չեմ ուզում, որ աղջիկս ինձ նման լինի։ Ինչու ես նորից ու նորից անցյալին նայում։ Ինչ եղել է, և տապու, ես էլ եմ Մուկտայի մայրը։ Գիտեմ նրան։ Նա ոչ մի զգացմունք էլ չունի Վիշնուի նկատմամբ։ Նա չի սիրում Վիշնուին։ Դա ես և դու գիտենք ու հասկանում ենք, իսկ ուրիշները։ Ինչ ուրիշներ, ես, Ամոն, Թակուրայինը, հայրիկը, Վիրը։ Մենք բոլորս էլ հասկանում ենք նրան, տապու։ Մենք լավ ենք ճանաչում Մուկտային։ Ինչ վերաբերում է Մային, բոլորս էլ գիտենք, թե նա ինչպիսին է։
Միայն մային է մտածում, թե Մուկտան սիրում է Վիշնուին։ Տապու, Մուկտան հիմա սիրո եւ ուշադրության կարիք ունի։ Ես իմ աղջկան երբեք սեր չեմ տվել։ Եվ մի գեղեցիկ օր նրան գրկելու փոխարեն ես ձեռք բարձրացրի նրա վրա։ Աղջիկս, այդպես մի մտածիր։ Երբեմն երեխաները սխալվում են, բայց ծնողներն էլ են երբեմն սխալներ անում։ Տարբերությունը միայն այն է, որ եթե երեխան է սխալվում, ու դա չի գիտակցում, մեծը պետք է զիջող լինի։ Կտեսնես, մի քանի օրից ամեն ինչ կկարգավորվի։ Մուկտան տուն կվերադառնա, կգրկի քեզ։ Միթիից նորություն կա։ Ոչ։ Միթի գնալուց հետո ես նրա հետ չեմ խոսել։ Այո, ոչ մի կերպ չենք կարողանում զանգ տալ նրան։ Նրանք նոր են ամուսնացել։ Ամուսնու գրկում երևի մոռացել է հարազատներին։ Մի նեղվեք, նա զանգ կտա։ Աստված ձայնդ լսի աղջիկս։ Նրանք երևի շատ երջանիկ են իրար հետ։ Այնքան երջանիկ, որ մեզ չեն էլ հիշում։ Ճիշտ չէ, Իչակի։ Այո, ամո, այդպես էլ կլինի։